Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում արձագանք հեռուստաընկերությունն է եւ մենք սկսում ենք մեր հաղորդումը նորություններով։ Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլին, նշելով, որ հիմա նրան սատար կանգնելու ժամանակն է։ Ռուբեն Վարդանյանը մարդ է, ով իր կյանքը նվիրել է Հայաստանին, նրա ժողովրդին եւ ապագային։ 500 օրից ավելի անարդարացի կերպով կալանավորված լինելով Ադրբեջանում հացադուլ է հայտարարել։ Արդարության ճանապարհին նրա կամքը անսասան է, սակայն նրա առողջությունը եւ կյանքը չափազանց թանկ են հայ ժողովրդի համար։ Ռուբենը միշտ եղել է Հայաստանի կողքին, իր մարդասիրական գործունեությամբ եւ իր նախաձեռնություններով։ Հիմա Ռուբենին սատար կանգնելու մեր հերթն է։ Պետք է հորդորենք նրան դադարեցնել հացադուլը եւ աշխարհասփյուր հայրով պետք է օգնենք նրան կրելու այդ բեռը, ասված է Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի հայտարարության մեջ։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Պակիստանցի իրավապաշտպան 2016 թվականի Ավրորա մրցանակի հավակնորդներից Սաիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին։ Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում։ Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին։ Խնդրում եմ միացեք ինձ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք, ասել է պակիստանցի իրավապաշտպան Սաիդա Ղուլամ Ֆաթիման։ Սիրիայի ծովափնյա քաղաքներում բախումները կառավարական ուժերի եւ նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև դեռևս շարունակվում են։ Անվտանգության ուժեր են տեղակայված քաղաքում եւ իրականացնում են խուզարկություններ հնարավոր վտանգները կանխելու նպատակով։ Անդրադառնալով հայ համայնքին, ինչպես հայտնի է, մարտի 8-ին 2 հայ է զոհվել։ Հայերը ոչ թե պատահական կրակոցների զոհ են դարձել, այլ նրանց սպանել են, հայտնում է Արևելքը։ Աղբյուրի տեղեկություններով հայր եւ որդի Բուտրոսները Լաթաքիա վերադառնալիս կանգնեցվել են եւ սպանվել։ Բուտրոսները այն քչաթիվ հայերից էին, որոնք ծնվել են Ասադների ծննդավայր Կարդահայում եւ այդ գյուղի միակ հայ ընտանիքն էին։ Հայր եւ որդի Անտուան եւ Ֆադի Բուտրոսները պատկանում են Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող մի ինքնատիպ հայկական համայնքի, որը հայտնի է հին հայեր անվանումով։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։
Google-ը 2021-ից 2024 թվականներին ավելի քան 16,000 ադրբեջանական ալիք է արգելափակել YouTube-ում, որոնցով Հայաստանին քննադատող եւ ադրբեջանական կառավարությանը փառաբանող բովանդակություն է տարածվել, նշված է Threat Analysis Group-ի կայքում։ Միայն 2024 թվականին Google-ի մասնագետները արգելափակել են ավելի քան 14,000 YouTube-յան ալիք, դրանցում գովաբանվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իշխող Յենի Ադրբեջան կուսակցությունը, ինչպես նաև հերքվում էին Ադրբեջանի կառավարության հասցեին հնչող մարդու իրավունքների խախտման մեղադրանքները եւ ընդդիմադիր գործիչներին մեղադրում էին դավաճանության մեջ։ Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը շեշտել է, որ արգելափակված ալիքները ադրբեջանական քարոզչական ցանցի միայն մեկ մասն են, որոնք ուղղված են եղել Հայաստանի դեմ։ Ըստ զեկույցների 2024 թվականին այս հետաքննության վերաբերյալ տվյալները սկսել են գրանցվել հունիս ամսից եւ ամիս առ ամիս արգելափակված ալիքների թիվը շարունակաբար աճել է։ Արձագանք հեռուստաընկերությունը շարունակում է կազմակերպել ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես համոզվել են արձագանքի հետ նախկինում ճամփորդածները, դուք կմնաք հարմարավետ ու թանկարժեք հյուրանոցներում։ Ամեն երեկո առաջնակարգ ռեստորաններում կվայելեք ձեր ընթրիքը, հայկական երաժշտությամբ, երգ ու պարով։ Կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կլինեք թատրոններում ու համերգասրահներում։ Եվ ամենակարևորն այն է, որ բոլոր պայմանները ստեղծված են ավելի փոքրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն ժամանցը անցկացնելու համար։ Եվ այսպես շտապեք զանգահարել Արձագանք հեռուստաընկերություն։ Վստահ եղեք, որ Հայաստան մեկնելու լավագույն ընտրությունը արձագանքի հետ ճամփորդելն է, որը ձեզ համար արդեն նախապատրաստել է ամենահարմարավետ պայմանները։ Իսպանացի падգամավոր Ջոն Ինյարիտուն ընդգծել է, որ Ադրբեջանը տարածում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան արտահայտությունը, փորձելով վերաշարադրել պատմությունը, արդարացնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները եւ Հայաստանից նոր տարածքներ օկուպացնել։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է սկսել, փորձելով վերաշարադրել պատմությունը այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի պահանջով, որը ընդգրկում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Նա նշել է, որ նման ռետորաբանությունը Բաքվին հնարավորություն է տալիս ուժեղացնել դիվանագիտական եւ քաղաքական ճնշումը Եվրամիության վրա։ Շատ պարզ է, որ այս հայտարարությունների վերջնական նպատակը Եվրամիության վրա դիվանագիտական ճնշում գործադրելն է, փորձելով կառույցի գործունեությունը ավելի համապատասխանեցնել Ադրբեջանի շահերին, հաճախ օգտագործելով էներգետիկ գործարքները, ընդգծել է Ջոն Ինյարիտուն։ Անդրադառնալով Եվրամիության դիտորդական առաքելությանը, падգամավորը նշել է, որ դրա գործունեության նպատակը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերահսկումն է եւ կայունության պահպանումն է։ Նրա հիմնական նպատակն է նպաստել տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, ինչը անշուշտ հակասում է հերթական անգամ Հայաստան ներխուժելու Ադրբեջանի փորձերին, շեշտել է իսպանացի падգամավոր Ջոն Ինյարիտուն։ Արձագանք հեռուստաընկերությունը, որն ունի 25 տարվա փորձառություն, նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ, նկարահանումներ եւ լուսապատկերներ։ Վերջին 2 տարում մեր նկարահանումները համարվել են լավագույններից Միացյալ Նահանգներում։ Այցելելով մեր կայքը կտեսնեք ժամանակակից հնարքներով ստեղծագործական գեղեցիկ աշխատանքներ։ Օգտվեք մեր ծառայություններից եւ ստացեք մասնավոր զեղչեր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Ալիևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցային գործընթացը, հայտնում է Minval.az-ին։ Վերջերս Ալիևի այցի ընթացքում նրանք մասնակցել են Իգդիր Նախիջևան գազատարի բացմանը, որը ամբողջությամբ ապահովել է ինքնավարությունը գազով առնվազն 30 տարի, նշել է Էրդողանը, հավելելով, որ եղբայր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը, անվերապահորեն պաշտպանելով Ադրբեջանի շահերը։
Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ-երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց ծննդյա եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.nvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.արձագանք.tv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։